Պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Պարոն Փաշինյան, ամիսներ շարունակ, երբ որ դուք սկսեցիք եկեղեցու եւ փառի հետ կապված գործընթացները, դուք այդ ամեն ինչը փաթեթավորում եք եւ արդարացնում եք որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդի գործընթացներ, այսինքն դուք այդ ամեն ինչը ներկայացնում եք, որ դուք ընդամենը քաղաքացի եք, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք անում այդ ամենը։ Սակայն նախորդին հունվարի 4-ին ուշ երեկոյան դուք ստորագրեցիք հայտարարության տեքստ 10 եպիսկոպոսների հետ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սրանով իրավաբաններն ասում են, որ դուք սահմանադրական կարգ եք խախտել եւ առնվազն ձեզ սպառնում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Ինչու եք ստանձնել մի գործընթաց, որը ձեր թիկունքում հեռանկար ունենալով, որ դուք կարող եք ազատազրկվել 10-ից 15 տարի։ Եվ մի դիտարկում եմ ուզում անել, պարոն Փաշինյան, դուք դեկտեմբերի 31-ին մինչ հրապարակում հմայվում էիք դրոններով շոուով, Հայաստանի շատ գյուղերի բնակիչներ, հազարավոր քաղաքացիներ, երեխաներ մթության մեջ ցուրտ տանը դիմավորում էին նոր տարին։ Դուք ստանձնել եք ավելի քան 6 ամիս, կես տարի հեծի կառավարումը։ Ստացվում է, որ ոչինչ չի փոխվել, ավելի վատացել է իրավիճակը եւ ընդամենը մեկ մարդ է շահել Ռոմանոս Պետրոսյանը, որը Սամվել Կարապետյանի հաշվին լավ, այսպես աշխատավարձ է ստանում։ Նախ ես կարծում եմ, որ այն փաստը, որ մարդիկ եղել են մարդիկ, որ ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում եւ այն process-ները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները եւ մասնավորապես Հայաստանի մարզային բնակավայրերում։ Եվ 6 ամսվա ընթացքում, եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել, եւ ես հիմա այդ թվում շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ Եվ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանի եւ իր գործընկերների եւ մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել, շատ կոնկրետ։ Պետական հիմնարկներ, զորամասեր, այդքան խոսում ենք բանակի եւ պետության մասին, եւ այդ ամեն ինչը դրա արդյունքն էր, եւ ես համոզված եմ, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, արդարացված որոշում ենք կայացրել։ Ես համոզված եմ, որ մենք այդ որոշումը կկարողանանք պաշտպանել բոլոր ատյաններում եւ դուք դա կտեսնեք։ Այնպես որ ես ցավով եմ եւ ներողություն եմ խնդրում բոլոր այն քաղաքացիներից, ովքեր ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել, ներողություն խնդրում եմ այն բանի համար, որ այդ որոշումը, որ ես կայացրել եմ մայիսին, եւ այն պետությունը, կառավարությունը եւ պետական մարմիններ են որոշումները, որ կայացրել են հետագայում, այդ որոշումները չեն կայացրել 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 7 տարի առաջ։ Այդտեղ մենք սխալվել ենք եւ մենք հիմա պետքա մեր սխալները ուղղենք։ Եվ իմիջիալոց, որ ասում եք Ռոմանոս Պետրոսյանն է շահել են նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցերի բազմաթիվ աշխատողներ, ովքեր երկար ժամանակ տարիներով ի տարբերություն Վերնախավի պարգևավճարներ եւ հավելումներ չեն ստացել, Ռոմանոս Պետրոսյանի գործունեության մեկնարկից հետո այդ թվում հավելումներ են ստանում եւ ընդհակառակը ղեկավար կազմը չի ստանում այնքան հավելումներ։ Եվ դուք այնպիսի բացահայտումներ կտեսնեք, այնտեղ մարդիկ են եղել, որ տասնյակ միլիոնավոր դրամներով են հավելումներ եւ պարգևավճարներ ստացել։ Բայց ինչի կառավարությունը մեկը 1000 դրամ պարգևավճար ստանում, ամիսներով գրվում է դրա մասին։ Այդ ինչի է մեր մամուլը լուր։ Հետաքրքիր է, այդ ինչի է մեր մամուլը լուր։ Այդ ինչի է մեր մամուլը լուր են դեպքերի մասին, երբ որ մեր հաշվի մարդիկ վարկեր են ստացել տարել դրել իրանց անձնական, իրանց ընտանիքի անդամների, իրենց հորեղբայրների, մորեղբայրների, քեռիների, բաժանաղների
բանի բիզնեսների մեջ։ Հետաքրքիր է այդ ինչի է մամուլը տենց լուր։ Ինչի այդ տասնյակ միլիոն եւ տասնյակ միլիարդ դրամները, որոնք գողացվել են Հայաստանի Հանրապետության կոնկրետ անուն ազգանուն հեռախոսի համար ունեցող հասցե ունեցող քաղաքացիներից բան են, հա, տենց ուշադրության արժանի չեն, այլ որևէ տեղում ենթադրենք 1000 դրամ ավել ծախսված որևէ միջոց կոնկրետ նպատակային դա է ուշադրության արժանի։ Ինչ ով է ձեզ ասել մասնավոր միջոցներ։ Էցի միջոցները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սպառողների վճարած վարձերից, վճարներից։ Հենց այդտեղ է որ այդ ամբողջ խնդիրը։ Հեծում չկա մասնավոր միջոց։ Հեծում մի րոպե սպասեք։ Հեծում կամ վերցրած է վարկեր, որի համար էլի վճարում ենք մենք։ Հեծում կամ գործում է էլեկտրոէներգիայի սակագինը, որի համար վճարում ենք մենք։ Դեռ քիչ չի, որ էլեկտրոէներգիայի սակագնի համար մենք վճարել ենք, քաղաքացիները վճարել են։ Հավելագրումներ են արվել պետական հիմնարկների վրա, մասնավոր հիմնարկների վրա։ Հայաստանի Հանրապետությունում մի ընտանիք չկա, որից հեծը ձեր նշած անձանց կառավարման շրջանում փող չի գողացել։ Մի այդպիսի ընտանիք չկա, մի այդպիսի հիմնարկ չկա, մի այդպիսի մարդ չկա, մի հոգի։ Երևի մենակ իրանք իրանցից էլ ըստ ամենայնի գողացած կլինեն։ Ինչ վերաբերվում է Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհրդին, գիտեք, ես հիմա վարչապետ եմ, չէ՞ որպես ձեր առաջ հանդես գալ, ես քաղաքացի չեմ։ Ես քաղաքացի եմ նաև, ես Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ եմ նաև։ Հիմա այսինքն այդ փարիսեցիությունը ինչի համար, շատ լավ ես կարող էի բան անել գրել Նիկոլ Փաշինյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ դուք այսօր բրիֆինգին հարց կտայիք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Փաշինյան, բա դուք ինչ գործ ունեք վարչապետի կեցավայրում։ Ինչի՞ չեք գնացել Իջևանի ձեր Ասլանյան փողոց, չգիտեմ, 10 տան բանում բնակարանում բան արել, կազմակերպել այդ հավաքը եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ես չեմ կարծում, որ ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ խնդիր կա եւ ես էլի ուզում եմ ասեմ, այո, ես հանդես եմ գալիս որպես Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, բայց հանդես եմ գալիս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այն օրը մի րոպե ներողություն, այն օրը որ իմ ելույթում ասացի, որ որոշ մարդիկ փորձ են անում Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին օգտագործել որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործելու համար։ Ինչ վերաբերում է ձեր մեղադրանքներին, 63-րդ Սաղմոս այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասում է անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող շարունակեն փնտրել եւ քննել։ Եվ նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչ մի բան չի սպասվում։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ես հիշում եմ, երբ որ դուք ազգային ժողովի ընդդիմադիր